Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետևական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, Одноклассникում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ կանխատեսումներ կա, համայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, дорогие мои, вы можете обращаться. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելիներս, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, որպեսզի ձեր հարցերին կարողանամ ավելի լիարժեք եւ լավ պատասխանել, սիրելիներս։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, կողքը գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, բաժանված եք, նաեւ գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, գործնական, առողջական, իմ սիրելիներս, իմ ուղիղեթերները իրենք յուրահատուկ ուղիղեթերներ են, որտեղ ես նաև պատասխանում եմ այն հարցերին, եթե դուք ցանկանում եք իմանալ ձեր վրա ինչ-որ կերպ, ինչ-որ տեսակի, եթե թուղթուգրեր կա, մոգական գործողություններ կա, դուք նույնպես կարող եք հարցեր տալ, ես այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Եթե ես տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա թուղթուգրի անեծքի պատճառով է, ես դա նույնպես բարձրաձայնում եմ։ Սիրելիներս, իմ ուղիղեթերները պահպանվում են իմ բոլոր ալիքներում։ Դրա համար ուշադիր եղեք, եթե ձեր հարցը կորեկտ է, ձեր հարցը հարմար է մասսայականացման համար, որովհետև ես համարյա 600 հազարանոց ամբիոն ունեմ, հանդիսատեսներ ունեմ։ Եթե ձեր հարցը տեսնում եք, որ կորեկտ է, դուք կարող եք ձեր այդ հարցը տալ։ Իսկ եթե զգում եք, որ ձեր հարցը կորեկտ չէ, դուք չեք ցանկանում ձեր հարցը մասսայականացնել, խնդրում եմ նման հարցերը нույնպես ինձ չտալ, ես այդ հարցերին նույնպես массоական չեմ պատասխանելու. Дорогие мои подписчики, я знаю, что многие мои подписчики, они разговаривают, понимают только русский язык. Дорогие мои, вы тоже можете давать ваши вопросы на русском. Я с вашим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Финансы, любовные отношения, наличие негатива, здоровье. Я с вашим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Այսքանը սիրելիներս, սկսենք մեր ուղիղեթերը։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր մեկնաբանություններով, ձեր լայքերով, ձեր նվերներով։ Մանվել 18 տարեկան ավագա։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի մանվելի համար։ Մանվել 18 տարեկան ավագա։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի մանվելի համար։ Սիրելի մանվել, ընդհանրապես ձեր վրա կա թուղթուգիր,
ձեր վրա կա անեծք, հատկապես դա ձեր մայրական ազգի կողմից է սիրելի մանվել։ Եթե դուք ուշադրություն դարձրած լինեք, ձեր քեռիների, մորաքորների ազգի մեջ կա խնդիր, վաղաժամ մահեր, ֆինանսական խնդիրներ, երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, սիրելի մանվել, ձեր մայրական ազգը տոհմական անեծքի տակ է եւ այս նեգատիվը ամբողջովին փակվում է ձեր առաջ խաղացումը։ Ճիշտ է դուք երիտասարդ եք, բայց դուք արդեն զգացել եք, որ ինչ որ բան կա, որ չի թողնում, որ դուք առաջ գնաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի մանվել, ամենաթանկը ժամանակն է, ժամանակ մի կորցրեք, անպայման մաքրման գործողություն կատարեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր ապագան կլինի լուսավոր։ Իսկ եթե այս նեգատիվը լինի, մնա սիրելի մանվել, քանի գնա, այնքան կվատանա, այնքան խնդիրներ եւ պրոբլեմներ կլինեն։ Բարև ձեզ, Տիգրան 46 տարեկան։ Տիգրան 46 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 46 տարեկան։ Սիրելի Տիգրան, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ։ Սիրելի Տիգրան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով դուք ինչքան շարժվում եք, ոչ թե առաջ եք գնում, ոչ թե զարգանում եք, ընդհակառակը, սիրելի Տիգրան, ձեր կյանքի ընթացքը նույնիսկ չեք կանգնել մի տեղում տոպում, հետ ընթաց է, անձնական խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, ուր մոդենում եք, քանդվում են։ Սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս մագիայից, այս կախարդանքից եւ ձեր կյանքի եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Բարև ձեզ։ Անուշ 42 տարեկան, անձնական, շնորհակալ եմ նվերների համար։ Անուշ 42 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Սիրելի Անուշ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Անուշ, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս։ Դուք մեծ երազանք ու նպատակ ունեք, սիրելի Անուշ, ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր այդ երազանքը, նպատակը կատարվելու է, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Բարև ձեզ։ Աննա 19 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 19 տարեկան։ Սիրելի Աննա, ձեր ազգի խնդիրների մեջ է եւ ձեր հայրական ազգն է փակված եւ ձեր մայրական ազգն է փակված։ Դուք այդ սերունդի մեջ համարվում եք 5-րդ, 6-րդ սերունդը։ Սիրելի Աննա,
Ձեր մոտ ամեն ինչ փակված է, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, անհնարին է, որ չլինի նաեւ առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Աննա, եւ ձեր դեմ ճակատագիր այնպիսի դռներ կբացի, այս անեզքը, այս մոգությունը, այս կախարտանքը ամբողջովին փակել է ձեր հաջողության ճանապարհը, անպայման դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ, Զարինա, Զարինա, բարև ձեզ, Զարինա, 42 տարեկան, անձնական, Զարինա, 42 տարեկան, անձնական, տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զարինայի համար, Զարինա, 42 տարեկան, անձնական, Սիրելի Զարինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարտանք, ձեր անձնականը փակված է, չկա անձնական, դուք ցանկանում եք անձնական ստեղծել, դուք ինձ ցանկանում եք, դա քանդվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որովհետև դուք այնպիսի իրավիճակի մեջ եք, որ չեք կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, որտեղ լույսն է, լույսը թոնում գնում եք մութի մեջ, խավարի մեջ, պրոբլեմների մեջ, սիրելի Զարինա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում կլինի հաջողություն, ձեր դեմ ճանապարհներ ու հնարավորություններ կբացվեն։ Սիրելի Զարինա, դուք ոնց որ կյանքի մեջ ամեն ինչ կորցրած ազնվորություն լինեք, ուղղությունը կորցրած ազնվորություն, ոչ լույս կա, ոչ լուսացույց կա, խավարի մեջ գնում եք, դուք եք չգիտեք թե ուր եք գնում, անպայման մաքրվեք եւ ձեր դեմ հնարավորություններ կբացվի։ Արոք Արայիկ, 47 տարեկան, անձնական, Արայիկ, 47 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արայիկի համար, Արայիկ, 47 տարեկան, անձնական, կա խնդիրներ սիրելի Արայիկ, ոնց որ ձեր անձնականը փակված լինի, ցանկանում եք այդ վիճակը հաղթահարել դուրս գալ, այո, ինչ ինձ հրեք տալիս չի ստասում, ձեր անձնականը անընդհատ քանդվում է, ոչ միայն անձնական խնդիրներ, սիրելի Արայիկ, նաև կա ֆինանսական խնդիրներ եւ ֆինանսական դժվարություններ, սիրելի Արայիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր եւ անձնականն է փակված եւ ձեր ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, գիտեք ինչ, ձեր եւ անձնականն է թաղված եւ ձեր ֆինանսականը, գործողություն են կատարված, որ ոչ անձնականը լինի, ոչ էլ ֆինանսականը, սիրելի Արայիկ, ոնց որ դուք պետք է կորեք, պետք է վերջանացել հաջողությունը, պետք է կործանվեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արայիկ, եւ ձեր եւ անձնական ոլորտում եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, բարև ձեզ, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ
Գերի համար մեկնաբանությունների Գեղեցիկ 35 տարեկան ինչ է սպասվում Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի գեղեցիկի համար Գեղեցիկ 35 տարեկան ինչ է սպասվում Հաջողություն է սպասվում սիրելի գեղեցիկ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում եթե նույնիսկ խնդիրներ կա խնդիրներ կա սիրելի գեղեցիկ դու այդ խնդիրներից խնդիրներից հաջողությամբ դուրս եք գալիս հաջողություն է ցույց տալիս սիրելի գեղեցիկ ձեր դեմ հնարավորություններ է բացվում ինչ երազանքներ նպատակներ որ ունեք ինչի մասին որ հարց եք տվել որ նոր ձեզ շատ է տանջում սիրելի գեղեցիկ դրանք բոլորը կատարվելու են Արամ 38 տարեկան անձնական Արամ 38 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար Արամ 38 տարեկան անձնական Սիրելի Արամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը ամբողջովին քանդված է, ամբողջովին փլուզված է, դուք չեք հասկանում ինչն է պատճառը։ Գիտեք ինչ, միայն անձնականը չէ սիրելի Արամ, եւ ձեր ֆինանսական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում պետք է քաոս տիրի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս կախարդանքը, այս մագիան, այս անեծքը ձեր վրայից մաքրեք սիրելիս եւ հնարավոր է որ նոր դրանից հետո լինի անձնական։ Սա քանդում է ձեր կյանքի բոլոր ոլորտները, փակում է, քանի սա կա չկա անձնական։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Գեղամ 34 տարեկան անձնական Գեղամ 34 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գեղամի համար Գեղամ 34 տարեկան անձնական Սիրելի Գեղամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Դուք ձեզ թվում է թե ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, մեկ էլ տեսնում եք, որ դա փլուզվում գնում է, կորում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որովհետև նման իրավիճակը սիրելի Գեղամ, ձեր վրա նույնիսկ հոգեբանական մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում հուսահատություն, դեպրեսիա, մտածմունքներ, վախեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաեւ հնարավոր է որ դուք հենց հիմա նաեւ առողջական խնդիրներ ունեք, հնարավոր է հենց թվարկած հոգեբանական խնդիրներն է ցույց տալիս Բարև ձեզ, բարև Անի 30 տարեկան անձնական Անի 30 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Անի 30 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են, հաջողություն է լինելու եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Անի, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս Շնորհակալ եմ նվերների համար
Անուշ 38 տարեկան ձեր նախկինը կվերադառնա ձեր մոտ, միություն կլինի, թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ թուղթուգիր կա թե ոչ, կվերադառնա թե ոչ, ամուսնություն կլինի թե ոչ։ Ընդհանրապես սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, դուք լավ էլ հասկացել եք, ձեր նույնիսկ բաժանություններ է այդ թուղթուգիրի պատճառով, քանի այս թուղթուգիրը կա, միություն չի լինի, վերադարձ չի լինի, ամուսնություն չի լինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձերբազատվեք այս նեգատիվից, սիրելի Անուշ, նոր դրանից հետո հնարավոր է ձեր անձնական հարաբերությունները վերականգնվեն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կայանե 43 տարեկան անձնական։ Կայանե 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կայանե 43 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Կայանե։ Սիրելի Կայանե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, տոհմական անեզք, որի պատճառով ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Կայանե, որպեսզի լինի անձնական, քանի կա այս նեգատիվը, դա անձնական չի, դա խեղկադագություն է, որի մեջ դու գտնվում ես, փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Կայանե։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սիրանուշ 39 տարեկան անձնական։ Սիրանուշ 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիրանուշի համար։ Սիրանուշ 39 տարեկան անձնական։ Սիրելի Սիրանուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով անձնական չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, սիրելի Սիրանուշ, ձեր մոտ հնարավոր է խնդիրներ առողջական, ձեր հորմոնալ ֆոնին ուշադրություն դարձրեք, հնարավոր է նաև կանացի օրգանների հետ կապված եւ այս խնդիրները ձեր առողջական, դա նույնպես այս թուղթուգիրի եւ անեզքի պատճառն է, սիրելի Սիրանուշ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Եթե չմաքրվի, սիրելի Սիրանուշ, դուք ընդհանրապես ավելի մեծ խնդիրների եւ բարդությունների առաջ կկանգնեք։ Ջանիբեկ 34 տարեկան անձնական։ Ջանիբեկ 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ջանիբեկի համար։ Ջանիբեկ 34 տարեկան անձնական։ Սիրելի Ջանիբեկ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակներ ունեք, դրանք կատարվում է, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, երջանկություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։
Սամվել Ալիկ 35 տարեկան անձնական Ալիկ 35 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալիկի համար Ալիկ 35 տարեկան անձնական Սիրելի Ալիկ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելիս, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Անահիտ 23 տարեկան անձնական Անահիտ 23 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար Անահիտ 23 տարեկան անձնական Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն և գործնական ոլորտում, և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքները, նպատակները կատարվում են, կատարվելու են, բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի, սրտիկների համար։ Լուսինե 46 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 46 տարեկան անձնական ֆինանսական։ Լուսինե 46 տարեկան անձնական ֆինանսական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Սիրելի Լուսինե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, բայց ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ կա խնդիրներ ձեր վրա կա նեգատիվ, ձեր անձնականը փակված է Շատ դեպքերում այս նեգատիվը նաև ձեր անձնականի վրա է, ձեր գործնականի վրա է հասնում Դրա պատճառով այն ինչին, որ դուք արժանի եք անձնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, ձեզ շատ մեծ դժվարությամբ է հասնում։ Ֆինանսական ոլորտը անընդհատ ոսոր պարտքեր, խնդիրներ, պրոբլեմներ, անձնականը ամբողջովին փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Լուսինե, մաքրման գործողություն կատարեք եւ անձնական կունենաք եւ ֆինանսական հաջողություն կունենաք Իսկ եթե սա չմաքրեք ձեր վրայից սիրելի Լուսինե գիտեք ինչ կկանգնեք փակուղու առաջ կկանգնեք խնդիրների պրոբլեմների առաջ չեք կարողանա այդ խնդիրներից պրոբլեմներից ձերբազատվել Բարև ձեզ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս, շնորհակալ եմ Թերեզա 36 տարեկան անձնական, Թերեզա 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թերեզայի համար, Թերեզա 36 տարեկան անձնական Սիրելի Թերեզա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Գիտեք ինչ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Թերեզա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հնարավորություն, սիրելի Թերեզա, ինչ երազանք նպատակներ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ
ձեր նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Միքայել 27 տարեկան անձնական։ Միքայել 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միքայելի համար։ Սիրելի Միքայել, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, դուք հնարավոր է նույնիսկ հնարավորություն ունենաք երկրից, որտեղ որ դուք ապրում եք, այդտեղից դուրս գաք, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Միքայել, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հորիզոններ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, ես է ձեզանից եմ շնորհակալ։ Սուրեն 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուրենի համար։ Սուրեն 23 տարեկան անձնական։ Սուրեն 23 տարեկան անձնական։ Սիրելի Սուրեն, ձեր հայրական ազգանեցքի տակ է, ուշադրություն դարձրեք, հետը ունեք հոր եղբայրներ, ունեք հորաքույրներ, այնտեղ կան խնդիրներ անձնական ոլորտում, առողջական ոլորտում։ Սիրելի Սուրեն, սա տոհմական անեծք է, որ ձեր ճանապարհի վրա նույնպես ազդելու է։ Եվ լինելու է անձնական խնդիր, և լինելու է ֆինանսական խնդիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սուրեն, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, քանի կաս նեգատիվը ինքը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Դուք երիտասարդ եք, ճիշտ է, կարող է ինչ-որ ձևով ցանկանաք այդ իրավիճակից դուրս գաք, էներգիայի կորուստ կունենաք, ժամանակի կորուստ կունենաք, բայց հաջողություններ չեք ունենա։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շիրակ 22 տարեկան։ Տեսնենք ինչ է ցույց տալիս մեր սիրելի Շիրակի համար։ Դատավարությունը ինչպես կգնա։ Շիրակ 22 տարեկան։ Տեսնենք դատավարությունը ինչպես կգնա, սիրելի Շիրակ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ դատավարությունը լինելու է ի օգուտ քեզ։ Լինելու է ի օգուտ քեզ, ես հաջող դատավարություն եմ տեսնում։ Սիրելի Շիրակ, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Շիրակ, Շիրակ։ Սիրակ, Ջորա, սիրելի Շիրակ է, ձեր դատավարությունը հաջող է ցույց տալիս, հաջող է ցույց տալիս, ձեր դեմ ճանապարհներ է բացվում։ Այդա 33 տարեկան անձնական։ Այդա 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Այդայի համար։ Այդա 33 տարեկան անձնական։ Սիրելի Այդա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում,
ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Այդա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Այդա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հրիփսիմե 34 տարեկան, ընդհանուր։ Հրիփսիմե 34 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզեր կա։ Հրիփսիմե 34 տարեկան, ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Հրիփսիմե, ֆինանսական ոլորտում կա խնդիրներ։ Գիտեք ինչ, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, սիրելի Հրիփսիմե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մկո 32 տարեկան, գործնական։ Մկո 32 տարեկան, գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մկոյի համար։ Սիրելի Մկո, ձեր եւ գործնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Կայանե 36 տարեկան, անձնական։ Կայանե 36 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Սիրելի Կայանե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Կայանե, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Այս նեգատիվը, սիրելի Կայանե, եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր գործնականն է փակում։ Անպայման մաքրման գործողություն կատարեք, սիրելի Կայանե, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Մայրամ 54 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 54 տարեկան, առողջական։
Սիրելի մայրան, ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի անեծքի պատճառով է։ Ոչ միայն պետք է դիմեք փոշիვნարներին, ոչ միայն պետք է կատարեք բժշկի ցուցումը, նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի լինի ապաքինում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, սիրելի մայրան, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաև կլինի առողջացում, սիրելի մայրան։ Հրիփսիմե 41 տարեկան ընդհանուր Հրիփսիմե 41 տարեկան ընդհանուր շնորհակալ եմ նվերների համար։ Հրիփսիմե 41 տարեկան ընդհանուր տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի համար։ Կան խնդիրներ, սիրելի Հրիփսիմե, ֆինանսական ոլորտում կա խնդիրներ և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք կկարողանաք և ֆինանսական ոլորտի խնդիրներից դուրս գալ հաղթահարել և անձնական պրոբլեմներից ձերբազատվել։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, դուք ճիշտ է ցույց է տալիս, որ կա դժվարություն, կա խնդիր, կա պրոբլեմ, բայց դուք այդ դժվարությունից, այդ խնդրից, այդ պրոբլեմից հաջողությամբ հաղթանակով դուրս եք գալիս։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կայանե 55 տարեկան անձնական Կայանե 55 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Կայանե 55 տարեկան անձնական Սիրելի Կայանե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Կա նաև առողջական խնդիրներ, որը նույնպես այս թուղթուգրի պատճառով է, թուղթուգրի արդյունքն է, սիրելի Կայանե։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կայանե, և անձնական կլինի, և ֆինանսական կլինի։ Ձեր հնարավոր է նույնիսկ ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված խնդիրներ կա, սիրելի Կայանե, և այդ ձեր հորմոնալ ֆոնի խնդիրը դա նույնպես թուղթուգրի և անեծքի պատճառ է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր մեկնաբանությունների համար, անչափահասներին չեմ նայում։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, սիրելի Կայանե, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Մարգարիտա 29 տարեկան անձնական Մարգարիտա 29 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարգարիտայի համար։ Մարգարիտա 29 տարեկան անձնական Սիրելի Մարգարիտա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Մարգարիտա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ձեր բոլոր երազանքները, հատկապես անձնական ոլորտում, սիրելի Մարգարիտա, կատարվելու են։ Ձեզանից աշկալուսանք եմ ցանկանում, աշկալուսանք եմ ուզում, սիրելի Մարգարիտա։ Արտակ 45 տարեկան անձնական Արտակ 49 տարեկան անձնական
45 տարեկան, Արդակ 45 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արդակի համար, Արդակ 45 տարեկան, անձնական, սիրելի Արդակ ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս մագիայի տակից սիրելի Արդակ և ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, ձեր վրա թուղթուգիր կա, որի պատճառով ձեր անձնականը փակված է, հնարեք 26 տարեկան անձնական, Նարեկ 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար, Նարեկ 26 տարեկան անձնական, Նարեկի վրա կա թուղթուգիր, Նարեկի անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, Նարեկի վրա հատուկ կատարած գործողություն կա, որ չլինի անձնական, որպեսզի մնա այդպիսի իրավիճակով հասնի անմարտուն, ով որ այս թուղթուգիրը արել է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի Նարեկի անձնական կյանքի մեջ լինի հաջողություն, Իրինա 36 տարեկան անձնական, Իրինա 36 տարեկան անձնական, շնորհակալ եմ նվերների համար, Իրինա 36 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Իրինա ձեր անձնական ոլորտում, սիրելի Իրինա ձեր վրա կա սիրային մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որի պատճառով այս թուղթուգիրի դուք չեք կարողանում ճիշտ լիարժեք նորմալ կարգին որոշում կայացնել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրից մաքրվեք և կլինի անձնական, քանի այս թուղթուգիրը կա, անձնական չկա, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, Արտյոմ 33 տարեկան անձնական, Արտյոմ 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար, սիրելի Արտյոմ, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր անձնականը փակված է, չի ստացվում ձեր անձնականը, դուք եք հասկանում, որ խնդիր կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք սիրելի Արտյոմ և ձեր և անձնական ոլորտում և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, Համբարձում 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համբարձումի համար, Համբարձում 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համբարձումի համար, սիրելի Համբարձում ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ նպատակներ ունեք, դրանք կատարվելու են և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում հաջողություններ է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Համբարձում, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, Գոր 19 տարեկան անձնական, Գոր 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար, սիրելի Գոր, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում
լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ, որ դուք ունեք սիրելի կոր, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ, Աննա 39 տարեկան, անձնական, Աննա 39 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար, Աննա 39 տարեկան, անձնական, Սիրելի Աննա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Աննա, հաջողություն է ցույց տալիս, Հրիփսիմե 34 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի համար, Հրիփսիմե 34 տարեկան, անձնական, Սիրելի Հրիփսիմե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեսք, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվի տակից, դուրս եկեք այս թուղթուկրի ու անեսքի տակից, սիրելի Հրիփսիմե, եւ նոր հնարավոր է, որ ձեր կյանքը, ձեր անձնական ոլորտում լինի հաջողություն, սիրելի Հրիփսիմե, եւ առողջական դե անձնական դե փակված, եւ գործնական դե փակված, ոնց որ քաոսի մեջ եղնեք, սիրելի Հրիփսիմե, բարև ձեզ, Ասիա 61 տարեկան, առողջական, Ասիա 61 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ասիայի համար, Ասիա 61 տարեկան, առողջական, դուք կլավանաք, սիրելի Ասիա, դուք անպայման կապակինվեք, լսեք, կատարեք բժիշկների ցուցումը, ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս ապակինում, Սիրանուշ Վահե, երկրից դուրս կգաք, թե ոչ, Սիրանուշ Վահե, երկրից դուրս կգաք, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սիրանուշ Վահե, այո, դուք երկրից դուրս կգաք, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, ձեզանից էլ աշխալուսանք եմ ուզում, սիրելի Սիրանուշ, սիրելի Վահե, այո, դուք երկրից դուրս կգաք, Լիանա 48 տարեկան, անձնական, Լիանա 48 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար, Լիանա 48 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում, եթե նույնիսկ կա խնդիրներ, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, խնդիրները, պրոբլեմները, դժվարությունները թողնում եք անցյալում, սիրելի Լիանա, եւ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, ես է ձեզանից եմ շնորհակալ, բարև ձեզ,
37 տարեկան անձնական։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 37 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անահիտ, կա խնդիրներ և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները լուծվելու են, գիտեք ինչ, և ֆինանսական խնդիրներն եք հաղթահարելու, և անձնական դժվարություններն եք հաղթահարելու, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, և անձնական ոլորտում կլինի հաջողություն, և ֆինանսական ոլորտում սիրելի Անահիտ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտերի համար, ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք, բարև ձեզ, Լաուրա Խաչիկ, կմիանաք թե ոչ, Լաուրա Խաչիկ, կմիանաք թե ոչ, տեսնեք ինչ ասում տիեզերքը, Լաուրա Խաչիկ, կմիանաք թե ոչ, կան խնդիրներ սիրելի Լաուրա, սիրելի Խաչիկ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա անեծ կա, որի պատճառով եղել է բաժանություն, որի պատճառով էլ չի լինի միություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լաուրա, սիրելի Խաչիկ, անպայման այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի միություն, քանի կա այդ նեգատիվը չի լինի միություն, սիրելի Լաուրա, սիրելի Խաչիկ, չի լինի միություն, բացի դրանից այդ նեգատիվը նաև ձեր անձնականը պարտադիր չէ իրար հետ, ուրիշների հետ էլ դուք չեք կարողանա ձեր անձնականը կարգավորել, բարև ձեզ, բարև ձեզ, Արայիկ, բարև ձեզ, Արայիկ 63 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, մեր սիրելի Արայիկի համար, Արայիկ 63 տարեկան, առողջական, դուք կապաքինվեք սիրելի Արայիկ, մի կվախեցեք, ճիշտ է ցույց է տալիս, որ կլինի բուժում, կլինի բուժ պրոցեդուրաներ, դուք կասկածնեք, բայց դուք կապաքինվեք սիրելի Արայիկ, մի կվախեցեք, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց ապաքինում է ցույց տալիս, Արայիկը ամբողջ կապաքինվի, բայց անպայման բժիշկներին դիմեք, անպայման բժիշկների ցուցումները կատարեք, սիրելի Արայիկ,
սիրելի Մարինեի համար։ Մարինե 30 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Մարինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, ինչ-որ հիասթափություններ ու դժվարություններ է եղել, բայց սիրելի Մարինե, ձեր անձնական ոլորտում ինչ երազանքներ, նպատակներ ունեք կկատարվեն, ինչ երազանք, նպատակներ, որ ունեք կկատարվեն, նախախնամության ձեռքը, Տիրոջ ձեռքը ձեր վրա է, ձեր անձնական ոլորտում լինելու է, հաջողություն լինելու է, հաղթանակ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, ես է ձեզանից եմ շնորհակալ, Օֆելիա 47 տարեկան, անձնական, Օֆելիա 43 տարեկան, անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Օֆելիայի համար, սիրելի Օֆելիա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Օֆելիա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, սիրելի Օֆելիա, շնորհակալ եմ նվերների համար, Ռոզա, չեմ, շատ շնորհակալ եմ, Կայանե, երբ եք դուրս գալու այս ֆինանսական ճգնաժամից, Կայանե, երբ եք դուրս գալու այդ ֆինանսական ճգնաժամից, Կայանե, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեին, Կայանե, երբ եք դուրս գալու, կա խնդիրներ, սիրելի Կայանե, կա դժվարություններ, բայց դուք դուրս կգաք, ճիշտ է որոշակի ժամանակ է ցույց տալիս, սիրելի Կայանե, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, դուք այդ ֆինանսական ճգնաժամից դուրս կգաք, գիտեք ինչ, սիրելի Կայանե, խորհուրդ եմ տալիս և մի հատ մաքրման գործողություն կատարեք, նաև ձեզ համար ֆինանսական թալիսման պատրաստեք, որպեսզի ավելի արագ լինի, որպեսզի ավելի շուտ լինի ձեր այդ ֆինանսական ճգնաժամից դուրս գալը, ֆինանսական թալիսման անպայման ձեր վրա պատրաստեք, որպեսզի ավելի հաջող լինի ձեր դուրս գալը այդ ֆինանսական ճգնաժամից, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, Լիլիթ 34 տարեկան, երկրից դուրս կգաք, թե ոչ, Լիլիթ 34 տարեկան, երկրից դուրս կգաք, թե ոչ, կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, այո, ճիշտ է, խնդիրներ կա, դժվարություններ կա, որոշակի բարդություններ կա, սիրելի Լիլիթ, բայց դուք երկրից դուրս կգաք, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, բարև ձեզ,
6 տարեկան, ձեր տղան կամուսնանա, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզեր կան, Արփիկ 56 տարեկան, ձեր տղան կամուսնանա, թե ոչ, կա խնդիրներ, սիրելի Արփիկ, այո, կամուսնանա, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, սկզբից իր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հետո անձնական ոլորտում, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց կամուսնանա, սիրելի Արփիկ։ Շնորհակալ եմ նվերների համար, ես է ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Սարգիս 37 տարեկան, Ռուսաստանից տուն կգա, թե ոչ, նոր տարի միջև, նոր տարի Ռուսաստանից տուն կգա, թե ոչ, Սարգիս 37 տարեկան, տուն կգա Ռուսաստանից, թե ոչ, նոր տարում, այո, տուն կգա, Սարգիսը տուն կգա նոր տարում, շնորհակալ եմ։ Մերի 26 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզեր կան, Մերի 26 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ, կա խնդիրներ, սիրելի Մերի, կա խնդիրներ, այո, դուք կունենաք բալիկ, մի կվախեցեք, մի հիասթափվեք, ճիշտ է ցույց է տալիս որոշակի խնդիրներ կա, հնարավոր է առողջական խնդիրներ, սիրելի Մերի, բայց դուք բալիկ կունենաք, դուք անպայման երեխա կունենաք, սիրելի Մերի։ Լատնցի չոր կբերես ամջան հետո, հա։ Ռոզա Միքայել, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզեր կա, Ռոզա Միքայել, անձնական,
սիրելի Միքայել, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է առաջ ընթաց, եթե նույնիսկ խնդիրներ կա, սիրելի Ռոզա, սիրելի Միքայել, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Կայանե 36 տարեկան անձնական, Կայանե 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար, Կայանե 36 տարեկան անձնական, սիրելի Կայանե, կան խնդիրներ, ձեր անձնականը փակված է, ձեր գործնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կայանե, որպեսզի լինի անձնական, դուք ոչ թե առաջ եք գնում, դուք հետընթաց եք ապրում, սիրելի Կայանե, փակված է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, թող մաքրման գործողություն կատարի, նոր ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, փակված է, դուք առաջ չեք գնում, սիրելի Կայանե, դուք անընդհատ հետ, խնդիր, պրոբլեմ, փակված է ձեր անձնականը, Ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև էդեական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թարիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, տելեգրամյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սիրտի նվիրում եմ, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի արդեն որոշել եմ երեկոյան ժամը 9-ին մտնում եմ TikTok-ով ուղիղ եթերներ, պատասխանում եմ ձեր հարցերին, եթե ունեք հարևաններ, բարեկամներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, վարահոգեբանի կանխատեսումը, օգնությունը, իրեն նույնպես ներկա պահեք, որ ամեն շաբաթ կիրակի ժամը 9-ին հայկական ժամանակով երեկոյան ժամը 9-ին մտնում եմ ուղիղ եթեր, թող իրանք նույնպես միանան այս ուղիղ եթերներին, իրենց հարցերը տան, ես էլ իրենց հարցերին պատասխանեմ։ Դուրս եմ գալիս հիմա ուղիղ եթերից, ում չկարողացա պատասխանել, թող միանա հաջորդ ուղիղ եթերի ժամանակ։ Այս կանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։